Չեմ խանգարի։ Չէ։ Ես այսօր տանից էի աշխատելու։ Ուզում էի զանգի ասեի, որ չգաք, բայց չհասցրեցի։ Ուզում եք, որ գնամ։ Չէ, իհարկե չէ։ Դուք ճիշտ եք։ Դուք պետք է արևի հետ շատ շփվեք։ Բայց մի հարց կարող եմ տալ։ Իհարկե։ Ցանկացած հարց։ Ես ճիշտ եմ հասկացել, որ մենակ արևի համար չէ, որ շուտ եք եկել։ Ես ճիշտ է թվում, որ ինձ ասելու բան ունեք։ Հա։ Ճիշտ եք հասկացել։ Չեմ ուզում տպավորություն լինի, որ շատ հարցեր եմ տալիս, բայց ես ավելի շատ բան եմ ուզում իմանալ արևի հետ կապված։ Ու Դե ես ճիշտ եմ, չէ՞ հասկանում։ Արևի մայրը մահացել է։ հա։ Արևը չի տեսել մորը։ Ծննդաբերության ժամանակ մահացել է։ Բայց ինքը շատ հանգիստ խոսում է դրա մասին։ Ուզում եմ ասեմ, որ պետք չի ընդհանրապես քաշվել այդ թեմայից։ Մենք անընդհատ քննարկում ենք։ Շատ ճիշտ մոտեցում է։ Մենակ դա էր։ Իսկ Մագդայի ծնողները։ Իմ ծնողները մահացել են։ Ես Մագդայի ծնողների մասին եմ հարցնում։ Չհասկացա։ Կարող է իզուր թողեցինք, որ Ալինան գնա։ Չէ, ամեն ինչ նորմալ է։ Ռոբի հետ անդադ կապի մեջ եմ։ Նոր, լավ չես խոսում հետս։ Էլիս դու գիտես, որ ես ձևականություններ չունեմ։ Ջղայնացած եմ քո վրա։ Ու միջև հիմա ջղայնությունս չի անցել։ Օրենքով դու Հասմիկի վրա պետք է ջղայնացած լինեիր։ Թե մտածում ես, որ Հասմիկը չի հորինել ու ես իրոք տենց եմ ասել։ Պարզ է։ Ես հարցը չեմ հասկանում։ Ես նկատի ունեմ, որ չէ, երևի ես եմ ինչ-որ բան սխալ հասկացել։ Ու երևի կարևոր էլ չի։ Մագդան իմ քույրն է, ու իմ ծնողները մահացել են։ Ես եմ մեծացրել քրոջս։ Հասկացա։ Ուղղակի ձեր տարիքային տարբերությունը մեծ է։ Հա, ես շատ մեծ եմ եղել, երբ որ քույրս ծնվել է։ Հիմա տենց է ստացվել։ Նոր։ Ռոբ Ալինան լավ է, չէ՞։ Դու ուշադիր ես։ Հա, ամեն ինչ լավ է, հանգիստ է։ Նորոջան դե մի բան ասա էլի ախպեր, զանգին այդ գործի պահով։
Չէ, մի հատ տեղ կա, այսօր պետք է գնամ հասկանամ ինչ ա լինում։ Նա հասկացա։ Այդ ինձ ա թվում, թե մի տեսակ ես։ Հա? Նոր իրականում հետդ կարևոր բան ունեմ խոսալու։ Չգիտեմ իրոք ճիշտ եմ անում թե չէ, ու ընդհանրապես նոր չգիտեմ ես ինչի եմ այս թեմաների մեջ խառնված։ Բայց հիմա անկախ ինձնից տես բաներ եմ իմանում ախպեր, որ եթե չասեմ սխալ կլինի։ Դե ասա տնամ ինչ ա եղել։ Ախպեր, քո ու Հասոյի հարաբերությունները ինչ օրի են։ Չհասկացա։ Այսինքն ոնց է էլի իր հետ շփվում նորը։ Այդ քո այդ ամեն ինչ նորմալ է։ Կարող է հիշողության հետ կապված խնդիրներ ունես։ Արդեն մի 5 անգամ խոսացել ենք այդ մասին։ Դու գիտես, որ ես ու Հասոն բաժանվել ենք, ու այդ հաստատ վերջնական է։ Իսկ ինչ վերաբերվում է հիմա, զուտ ընկերական շփվում ենք, ամեն ինչ նորմալ է։ Ինչի համար ես հարցնում։ Որովհետև Հասոն Մագդային ասել է, որ դուք հաշտվել եք։ Չես խոսում այդո։ Հասոն Մագդային չի էլ ճանաչում։ Ճանաչում է արդեն ճանաչում է։ Մագդան Հասոյին պատահական ձեր տան մոտ տեսել է։ Ունեցավ նոր Հասոն իրեն շատ վատապահ է։ Մեր տան մոտ։ Բայց Մագդան մեր տան մոտ ինչ գործ ուներ։ Չգիտեմ։ Այդ կարևոր բանը ուզում եմ հասկանամ։ Նոր ես քեզ հասկանում եմ։ Ես քեզ էլ եմ հասկանում, Էլիզե վերաբերմունքներ եմ հասկանում, ամեն ինչ հասկանում եմ, ցավդ տանեմ, բայց Հասոն էս պատմության մեջ ավելորդ է։ Դու չպիտի թույլ տաս, որ ինքը խառնվի, հասկանում ես։ Չէ, աղջիկա ուզածը ինչ է։ Մի հատ իսկը բացատրես ինչ է ուզում։ Թե ինքանա երազել, ինքանա պատկերացրել լիքը բաներ, ուղեղին է խփել։ Նորո դու իմ ընկերն ես, ես քեզ մենակ դրա համար ասացի։ Բայց նես չլինի էլի, որ հիմա էլ Հասոյին էլի նեղացնենք ախվեր։ Ամեն ինչ կարանք նենց հանգիստ լուծենք էլի։ Ես իրոք շատ վատ եմ ինձ զգում, որ խառնվում եմ այս թեմաներում։ Հետո ինչ հանգիստ լուծելու մասին է խոսքը։ Դու հասկանում ես, Հասոն արդեն իր թույլատալի խառնվի իմ կյանքին։ Ինչ անեմ, ոնց բացատրեմ, որ իր կյանքով ապրի, որ հասկանա այդ աղջիկը։ Ես արդեն չգիտեմ ոնց խոսամ հետը։ Ախպեր չգիտեմ, ես էլ չգիտեմ, նորո։ Բայց ինչքան էլ դու Մագդայի հետ վատ շփվես, լավ շփվես, անկախ ձեր հարաբերություններից, Հասոն չպիտի խառնվի, նորո։ Դու չպիտի թույլ տաս, որ երրորդ մարդ մտնի ձեր հարաբերությունների մեջ։ Ախպերս ճիշտ ես ասում, համաձայն եմ։ Դու ասա ինչ անեմ, տենց անեմ։ Հետը խոսացել եմ, նորմալ խոսացել եմ, ջղայնացել եմ, գոռացել եմ, ընկերական խոսացել եմ։ Չի հասկանում, ինչ անեմ, որ հասկանա։ Դու ինձ ուրիշ բան ասա։ Մագդան ոնց է այդ ամեն ինչը ընդունել։ Հավատացել, հա։ Հավատացել է։ Ոչ մի բան չէր ասում, նոր մենակ լացում էր։ Ու Հասոն ոչ միայն ասել է, որ դուք հաշտվել եք, ամել ասել է, որ դու միշտ իմացել ես Մագդանովը ու խաղացել ես։ Հասկանում ես ոնց է խաղում։ Նորը սպասի։ Հետո ջա սպասի մի հատ զանգ եմ հասկանամ ինչ է այդ աղջիկա ուզածը։ Ինչ է ուզում։ Մի հատ հասկանամ ինչ սպասեմ իրանից, ախպերս։ Ինչի համար այդ ամեն ինչ անում, որ իմ ուշադրությանը արժանան, հա։ Թե ավելի շատ իրանից հիասթափեմ, ինչ է ուզում ինձանից։ Ախպեր, մի հատ շունչ կաշի, հանգստացի, սպասի նորը։ Սպասի մի հատ հասկանանք ինչ ենք անում, ախպեր։ Ալին բայց շատ լավ անցավ ծնունդդ, լավ ուրախացանք։ Հա, շատ լավ անցավ։ Բայց ասա իմ ասպասում ես անհամբեր տուն հասնելուդ։ Այդ ինչից վերցրիր որ։ Դելնա ինչքան նվեր աստացե, որ բացի։ Սուրջան, իսկ դու չես մտածում, որ ոչ բոլորն են էլի տենց քոնոմա շահամոլ։ Իա, այդ ինչի, որ մարդ ուզում է իր նվերներն այուրամը շահամոլա։ Դե չէ, բայց ընկերներին այգում թողել են էլ նվերների համար այդ շահամոլությունը։ Սկսվեց, հա։ Կլինի չկռվեք ու օրս չփչացնեք։ Եկեք մի քիչ էլ քայլենք, հետո ես վազելով կգնամ տուն ու նվերներս կբացեմ Սուրեն ջան։ Հա, փաստորեն ես Սուրենի հետ անիմաստ կռվեցի։ Ոնց որ ասածը լավ էլ դուրդ եկել է։
Պահո։ Արևի գալուն մի ժամ մնաց, չէ՞։ Ալանա ջան, ես կգնամ կբերեմ։ Իսկ կարելի է ես գնամ։ Ուղղակի ուզում եմ մի քիչ մտերմանամ երեխու հետ։ Վարզա։ Բե եթե ուզում ես կարող ես գնալ, ես խնդիր չեմ տեսնում։ Իսկ քեզ ինչ-որ բան պետք է։ Կներես, միանգամից դուի անցա, ուղղակի նույն տան մեջ ենք, ամեն օր հանդիպելու ենք։ Կուզես ինչ-որ բան։ Լանա ջան, դու արևի հետ ես զբաղվում։ Մեր համար ոչինչ անելու կարիք չկա։ Եթե ինձ ինչ-որ բան պետք լինի, ես ինքս կգնամ կբերեմ։ Դու ավելի լավ է արևին սպասի։ Ես ամեն ինչ շատ լավ հասկանում եմ, բայց ինձ համար դժվար չի երկու բաժակ սուրճ դնելն ու արևին սպասելը։ Եթե իհարկե դու դեմ չես։ Չէ, ինչի պետք է դեմ լինեմ։ Լավ։ Չէ, ճիշտ ես ասում, Էդո։ Ես իսկ պետք է հավաքեմ։ Որ ճիշտ ասեմ, նոր հասկացա, որ ավելի լավ, որ ամեն ինչ սենց է եղել։ Այսինքն նորը, ինչ ես խոսում։ Դու քեզ լսում ես կողքից։ Մի քիչ առաջ բա հասոին էի զանգում, որ թողեի կգներ տուն կսպաներ։ Հիմա ինչ տենց արագ փոխվավ։ Սենց Մագդայի համար ավելի հեշտ կլինի։ Հա, հաստատ։ Չեմ հասկանում ես քեզ նորը։ Ինչ կա չհասկանալու, Էդո։ Եթե Մագդան մտածի, որ ես ու Հասմիկը հաշտվել ենք, ավելի հեշտ կմոռանա։ Հա, տենց։ Բրավո։ Բրավո նորը։ Ծափարեմ, հա։ Կարող է գնամ ծաղիկներ բերեմ նվիրեմ։ Էդո, Ինչ ես խոսում։ Այդ միջոցով ես ուզում ուզածիդ հասնես։ Դու այդ ժամանակ քեզ կհարգես նորը։ Սիրտդ հանգիստ կլինի։ ախպերս ավելի լավ է ես տանջվեմ, բայց Մագդայի համար ավելի հեշտ լինի։ Ավելի լավ է տենց լինի, ավելի շուտ մոռանա։ Տենց ավելի քիչ կցավաստե Մագդային, իսկ իմ ուզածը այդ է։ Չգիտեմ ախպեր։ Իրոք չգիտեմ ինչ ասեմ ես։ Ասելու ոչ մի բան էլ չկա։ Մի քիչ առաջ տաքած է, չէի հասկանում, բայց շատ ավելի լավ, որ Մագդան մտածի, որ մենք հաշտվել ենք։ Այտենց ամեն անգամ տեսնելուց Մագդային քիչ կցավաստե։ Դու իրոք ուզում ես, որ Մագդան տենց մտածի։ Հա։ Այդ քանի անկեղծ խոսում ենք։ Ես էլ քեզ բան ունեմ ասելու։ Ես գիտեմ, որ դու Էլիզից նեղված ես։ Ով է ասե քեզ։ Հիմա ինչ կարևոր է ով է ասել։ Ոչ մեկ էլ չի ասել։ Ես լիքը բան նկատում ու հասկանում եմ։ Չէ, նորով, ես չեմ ուզում հիմա դրա մասին խոսանք, աղբոր պես անցնենք էլի այս թեման։ Չէ, չենք կարա անցնենք։ Գիտես ինչի։ Որովհետև ես շատ լավ գիտեմ, որ Հասուն թույլ է տվել, որ ձեր հարաբերությունների մեջ էլ խառնվի։ Ես ոնց հասկանում եմ, հիմա ամենտեղ Հասուն է, ամենտեղ։ Ինձ ասում են, որ ես շատ համեղ սուրճ եմ պատրաստում։ Գլուխս չեմ գովում, Բայց ես հիմա կփորձեմ ու կասեմ ճիշտ են ասել, թե չեմ։ Եվ Լավն է, նմտիր է։ լուրջ։ Հահո չեմ խափում։
Լանա, քեզ հաջողվեց արևի հետ լեզու գտնել։ Հավատա, մեր համար շատ բարդ էր հինդայակից հետո նորին գտնել։ Արևը ոչ մեկին չէր ընդունում, չէր հաշտվում։ Անընդհատ կրկնում էր, որ հինդայակին հետ բերենք։ Բայց դու ոնց որ թե կարողացար իրան համոզել։ Իսկ ի՞նչն է եղել պատճառը, որ հինդայակը էլ չի աշխատում։ Չէ, եթե չես ուզում, կարող ես չպատասխանել։ Չէ, խնդիր չկա։ Ուղղակի նոր աշխատանք գտավ, դուրս եկավ։ Պարզա։ Արևն էլ շատ ծանր տարավ։ Շատ։ Օրերով սենյակից դուրս չէր գալի։ Նույնիսկ հաց չէր ուտում նորմալ։ Բայց այդ ամեն ինչը ժամանակավոր էր։ Ես հիմա հավատում եմ, որ ամեն ինչ լավ է լինելու, որովհետև դու իր վրա շատ լավ ազդեցություն ես թողնում։ Ես հույս ունեմ, որ մենք շատ երկար կաշխատենք։ Ու ես ու արևը ստիպված չենք լինի իրարից բաժանվել։ Եթե իհարկե իմ աշխատանքը ձեզ շարունակի պետք գալ։ Չէ, իհարկե պետք է գալու ու երկար ժամանակով, որովհետև ես աշխատում եմ, Մագդան պետք է աշխատի ու մեզ վստահելի մարդ է պետք, որ արևին հետևի։ Ես ամեն ինչ կանեմ երեխու համար։ Ապրես։ Հուսով եմ վատ տպավորություն չեմ թողնում, որ անընդհատ քեզ հարցեր եմ տալիս։ Չէ, նորմալ է։ Լավ, ես երևի արդեն գնամ։ Մինչև հասնեմ երեխան կավարտի։ Ուզում ես ասես, որ Հասմիկը ինձ ուղակի է տենց բան ասել, որ Էլիզը տենց բաներ չի մտածում։ Այդ, ես գիտեմ, որ Էլիզը մեկ-մեկ չի հասկանում ինչ է անում, ինչ է խոսում։ Բայց ես այդ դեպքը չի։ Իսկ չես նեղանա, որ ես քո նման չմտածեմ։ Ախպերս ասում ես Էլիզի հետ խոսացել եմ, շատ լուրջ։ Էլիզը ասում է, որ տենց բան չկա։ Հասկանում ես։ Նոր չէ էլի, չէ ախպեր, չեմ ուզում մի խոսքով, արի ես թեման փակենք էլի։ Չէ։ Ախպերս, ուրիշ մարդու մասին չենք խոսում։ Քրոջս մասին է խոսքը, հասկանում ես։ Ասա տենամ ինչ ա եղել։ Նորո։ Ես որ նոր էի Հայաստան եկել, Էլիզը շատ վատ էր տրամադրված։ Դե այն ժամանակ տենց հերվից հեռու գրվում էինք, խոսում էինք, հետո որ եկա արդեն ամեն ինչ փոխվեց։ Լրիվ ուրիշ Էլիզ էր։ Հետո ես իմացա ինքը որտեղ է աշխատում ու խնդրեց, որ քեզ ոչ մի բան չասեմ ու մի անգամից էլի փոխվեց։ Սկսեցինք իրար հետ ման գալ, նորմալ շփվել, տեղ-մեղ էինք գնում, մինչև այն պահը, երբ որ դու ամեն ինչ իմացար։ Ու այդ ժամանակ արդեն Էլիզել ոչ մի բան չուներ թաքցնելու ու սկսեց իրան վատ բայել իմ հանդեպ։ Նայ նորո ես չէի ուզում խոսալ, ես ինձ մահավոր վատ եմ զգում, որովհետև քո քրոջ մասն եմ խոսում, բայց ես Հասոյին հավատում եմ, որ ինքը չի հորին է, որովհետև այն ժամանակ ես Էլիզին պետք է, ինքը ինձ օգտագործում էր իր շահի համար։ Հիմա չէ, հիմա էլ պետք չէ։ Հասկանում ես։ Ախպերս, բայց կարող է ամեն դեպքում տես չի։ Չէ, նոր, չէ ախպերս, չեմ ուզում։ Կարիք չկա։ Արի անցնենք մեր գործերին, էլի։ Բայց չես գնացել արևի հետևից։ Չէ, Լանան խնդրեց, որ ինքը գնա։ Ուզում է արևի հետ շատ շփվի։ Ինչ ուշադիր է։ Հա, շատ ուշադիր է։ Բայց սկզբում դեմ էիր, ինչ որ բան փոխվեց։ Չէ, Մագդա, դեմ չէի։ Ուղղակի անհանգիստ էի։ Հիմա էլ եմ անհանգիստ։ Բայց հասկանում եմ, որ ճիշտ է, որ պետքա շատ շփվեն։ Մի խոսքով աշխատելու ձևը դուրս գալիս է։ Չնայած որ շատ է հարցեր տալիս։
Այդ ինչ հարցեր է տալիս, որ նեղվում ես։ Հեչ։ Կարևոր չի։ Արշակ իրոք անհանգստանալու կարիք չկա։ Ես զգում եմ, որ ինքը լավն է։ Օրինակ Էլիզի պարագայում սենց չէր։ Դու լավ գիտես, ես միշտ կասկածներ ունեի։ Մագդա, Էլիզի պարագայում ամեն ինչ հասկանալի է։ Կլինի չհամեմատես։ Այս փաստորեն դու Էլիզին հասկանում ես։ Ես Էլիզի արածները չեմ ընդունում, բայց վարկը հասկանում եմ։ Մեր դեմ էր տրամադրված։ Հիմա ինչ, աղջիկա, անցել է, սխալվել է։ Երանի քեզ Արշակ։ Երանի քեզ, որ ամեն ինչին այսքան հանգիստ ես նայում։ Գիտես, ինձ մեկ-մեկ թվում է, որ այս աշխարհի երեսին երևի ամենատարբեր քույրն ու եղբայրն ենք։ Բայց ես չի ուզի քո նման լինեի։ Քո նման միշտ բոլորին հասկանայի ու արդարացնեի։ Նայ Մագդա, ես չեմ ուզում նմանվեմ այն մարդկանց, ում արարքները չեմ ընդունում։ Եթե ես էլ սկսեմ Էլիզի նման մտածել, իրա նման կդառնամ, ամենտեղ թշնամություն կփնտրեմ։ Այդ սխալ է։ Դու էլ այտենց մի արա։ Կփորձեմ, բայց չեմ խոստանում։ Արի արև։ Բարձրացի վերև լվացվի, որ հաց ուտենք ու հասցնենք խաղալ։ Հայդ, Ոնց ես։ լավ եմ դու։ Լավ եմ ապրես։ Երեք նեղված էիր, ասեցի զանգեմ տենամ այսօր ոնց ես։ Լավ եմ։ Ուղղակի ուզում եմ հավատամ, որ այդ աղջիկը խաբել է։ Չնայած գիտեմ, որ դրանից ոչ մի բան չի փոխվելու։ Ուղղակի ես չգիտեմ ինքը ոնց է մտածում։ Ես չեմ պայքարում Նորոյի համար ու ոչ էլ ցանկություն ունեմ։ Բայց իրան այդ պայքարում հաջողություն եմ մաղթում։ Մեկ էլ տեսար Նորոն հանձնվեց։ Բայց դե իրան տեսնելով հասկանում եմ, որ չի հանձնվի։ Ու քո համար լրիվ մեկ է, հա։ Հա, մեկ է, ու պետք է, որ մեկ լինի։ Ես պետք է ընդունեմ, որ վերջել իմ կյանքում Նորո չկա։ Խնդրում եմ ամեն անգամ մի հիշացրու իր մասին։ Հա, ճիշտ ես։ Չեմ հիշացնի։ Ուղղակի չեմ հասկանում դուք ոնց եք այդքան իրար նման։ Ես չեմ կարծում, որ մենք իրար նման ենք։ Եթե նման լինեինք, ինքը կհասկանար, որ անցյալում եղած դեպքերի համար ես չպիտի պատասխան տամ։ Խնդրում եմ Էդարի այս թեման փակենք։ Հա, ուղղակի գիտեմ, որ շատ վատ ես, դրա համար զանգեցի տնամ ոնց ես։ Ոչինչ։ Կանցնի էդ էլ կանցնի։ Եկել եմ ասեմ իջնես ներքև մեզ հետ ճաշես։ Մագդա, ես չգիտեմ ինչ ա եղել, ինչի համար ես լացում, բայց կարող եմ քեզ մի բան ասել։ Ինչ։ Եթե կիսվելու կարիք կունենաս, իմացի, որ ես քեզ միշտ կլսեմ։ Ես գիտեմ, մենք իրար չենք ճանաչում ու շատ նորմալ է, որ դու ինձ չվստահես։ Բայց չգիտեմ, մտածի որպես քո ավակ քույր կամ ուղղակի ծանոթ։ Երբ ուզում ես, կարող ես ինձ հետ կիսվել։ Շնորհակալ եմ շատ։ Ամեն դեպքում հիշի, որ մեր կյանքը մենք ենք տնօրինում։ Ու ամեն ինչ փոխվում է այն պահից, երբ որ մենք խնդիրներին սկսում ենք ուրիշ տեսանկյունից նայել։ Այնպես որ պետք է ինքներս մեզ փոխենք,
թե չէ աշխարհը փոխել չենք կարող։ Ճիշտն ասած ուզում էինք ճաշեինք ու գնանք զբոսնելու։ Կմիանաս մեզ։ Կլինի ես տանեմ արևին զբոսանքի։ Ես չեմ կարող ձեզ միանալ։ Դե ասեցիր, որ քեզ վստահ եմ, ու ես էլ վստահում եմ քեզ։ Ես երբ որ տրամադրություն չեմ ունենում, ինձ արևի հետ մենակ մնալն է օգնում։ Պայմանավորվեցինք, բայց հաջորդ անգամ ինձ էլ եք տանելու։ Ինչ լավա գնացին Ալին, լուխս հանգստացավ։ Ռոբ, իրոք շատ կոպիտ ես բոլորի հետ խոսում։ Չի կարելի։ Ախր Սուրենը քեզ ինչ էր արել, որ հետո նորմալ չխոսացիր։ Չգիտեմ Ալին։ Ես մենակ դասանում քո հետ եմ կարող նորմալ լեզու գտնեմ։ Վայ Ռոբ, վայ։ Հա մեկ էլ շատ է հետդ խոսում։ Ռոբ, բոլորն են իրար հետ խոսում, այդ նորմալ է։ Իսկ դու չես ուզում տուն գնաս։ Նորն ասեց կգա հետևիցս։ Դե լավ ես էլ կսպասեմ մինչև նորոն կգա, նոր կգնամ։ Վայ, Ինչ եղավ։ սպասիկ։ Ալին։ Բարև ձեզ։ Բարև։ Մագդա, Ալինան է, մենք հիվանդանոցում ենք ծանոթացել։ Հա, ճիշտ է ասում։ Արևը վախենում էր ու չէր թողնում, որ իրան սրսկեին, ես եմ համոզել։ Էլ չես վախենում, չէ։ Դե դրանից հետո էլ չեմ սրսկվել, չգիտեմ։ Ես վստահ եմ, որ էլ չես վախենալու։ Արև, ես փաստորեն դու անգամ հիվանդանոցում նոր ընկերներ ես, հա, ձեռք բերել։ Ալին, կգաս խաղանք։ Արև, ոնց տեսնում ես Ալինային մարդ կա սպասող։ Սիրուն չի լինի, չէ, որ ինքը հիմա մնա։ Ես հիմա կգամ։ Ռոբ, դու գնա, ես պետք է մի քիչ արևի հետ էլի խաղամ։ Ես կզանգեմ քեզ։ Չէ, լավ է, ես տեղ այգում կսպասեմ, մինչև դու կվերջացնես նորոն կգա։ Ռոբ, նորն հասնում է հեսա, գնա դու։ Ես քեզ խանգարում եմ, ասի կսպասեմ այնքան, մինչև նորոն կգա։ Վայ Ռոբ, քո հետ անհնար է։ Ասա, Նոր Ալինայից տեղյակ ես։ հաստում եմ մոտը։ Pravda? Չէի նկատել, որ դու ես։ Ինձ էլ թվաց չտեսնելու տվեցիր, որ չխոսաս հետս։ Չէ, ես տենց վատ բնավորություն չունեմ։ Ոնց ես։ Իսկ դու։ Ես լավ եմ, բայց քեզ էի հարստում։ Դե եթե դու լավ ես, ես էլ եմ լավ։ Կարող է հանդիպման ես եկել ստեղ։ Չխանգարեմ, կարամ գնամ։ Չէ,
Ալինային եմ փնտրում, չեմ կարողանում գտնել։ Խոսքը այն աղջկա մասին է։ Հետո ասում եմ պատահականություն։ Այս կյանքում պատահական ոչ մի բան չի լինում։ Պարզվում է հիվանդանոցում են հանդիպել։ Նոր իրար տեսան, որոշեցին մի քիչ խաղան։ Արևը Ալինային նենց էր գրկել, ոնց որ 1000 տարվա ընկերուհին լիներ։ Այս կյանքը իրոք շատ հետաքրքիր բան է։ Նորը, բայց ոնց որ դու ուրախ չես, հա? Չես ուզում իրար հետ շփվեն։ Մագդա, Ալինան ոչ մի բան չգիտի։ Ավելի ճիշտ, գիտի արևի գոյության մասին, բայց չգիտի, որ ինքն է։ Ու ձեզ էլ չի ճանաչում։ Ու ես ուզում եմ, որ այդ ամեն ինչ հենց տենց էլ մնա։ Բայց ուշ թե շուտ իմանալու է, չէ։ Ով ասաց, պարտադիր չի։ Նորը ոնց որ Ալինան ու Էլիսն են քո քույրը, տենց էլ Արևիկը։ Դու պատրաստ ես դուրս գաս Արևի դեմ, ինչա թե ինքը ճիշտը չի իմանա։ Ես այդ թեմայով չեմ խոսում։ Նորը ես գիտեի, որ դու կգաս, ես գիտեի դու ինձ չես մոռանա։ Այսինքն դու իմ աղբորը որտեղից ես ճանաչում, Արև։ Նորոն քո աղբերն է։ Իմ լավ ընկերն է։ Արև, մենք արդեն պետքա գնանք։ Բայց ես ուզում եմ Նորոյի հետ խոսամ, ինչքան ժամանակա չեմ տեսել։ Նորը ոնց է Էլիզը, ինչի չի գալիս։ Նորո։ Ալին, ես հետո քեզ ամեն ինչ կբացատրեմ։ Վայ, ես լրիվ մոռացել էի, որ այսօր քո ծնունդն է։ Շնորհավորում եմ։ Շնորհակալ եմ։ Ուզում եմ քո կյանքը քո նման սիրուն լինի։ Ես էլ եմ շնորհավորում Ալին։ Ապրեք շատ։ Բայց ես իմ տոպրակներն ու փուչիկները թողել եմ նստարանին։ Կգաս գնանք վերցնենք։ Մագդա, ձեռքդ լավացել է արդեն, անցել է։ Հա, շնորհակալ եմ։ Արդեն լավ է։ Արև, բայց մենք արդեն պետքա գնանք։ Բա փուչիկները։ Կուզես տամ քեզ, Արև։ Հա, Դե արի գնանք վերցնենք։ բայց ես չեմ ուզում, որ դուք գնաք։ Խնդրում եմ, ես ու Մագդան ուզում ենք գնանք մի բան ուտենք։ Համել ծնունդը տա, մոմ կփչենք։ Խնդրում եմ, Նորո, ասա հա, դու ասել ես, որ իմ ընկերն ես։ Կգաս, չէ՞։